32-ամյա Կարեն Պետրոսյանը անհետացավ օգոստոսի 7-ին Տավուշի անտառներում։ Հետո ադրբեջանցիները հրապարակեցին լուսանկարներ ու տեսանյութ, թե կարողացել են մեծ դժվարությամբ վնասազերծել հայ դիվերսանտների խմբի, մեկին բռնել են, մյուսներին սպանել։ Ծեծի ու սարսափի ժամեր ապրող այս հայ տղային ցույց չէինք տա հեռուստատեսությամբ, եթե մեր հասարակության մեջ չլինեին չարդարացված խաղաղություն քարոզողներ, իբրև թե մեր հանդուրժողականությունը կհանգեցնի թշնամու հետ քայլի։ Օրեր առաջ քարվաճառ մտած ադրբեջանցի դիվերսանտներին բացահայտելուց ու ձերբակալելուց հետո առգրավվեց այսպիսի զենք, ցույց տալու, որ մենակ իրենք չեն դիմում ագրեսիայի, ադրբեջանցիներն էլ կողք կողքի դրեցին ինչքան զենք կարող էին ու հայտարարեցին՝ բոլորը եղել է այս տղայի մոտ։ Իրականում նույնիսկ միջնակարգ դպրոցը չավարտած եւ վերջերս Ռուսաստանից վերադարձած Կարեն Պետրոսյանին ադրբեջանական քարոզչամեքենան ներկայացնում է որպես հայկական ռազմական ուսումնարանի սան, որը Ադրբեջանում այսպես կոչված դիվերսիա իրականացնելիս իր մոտ ունեցել է բոլոր հայ բարձրաստիճան զինվորականների հեռախոսահամարներն ու Հայաստանի զորամասերի լուսանկարներ։ Ինչ տրամաբանությամբ։ Հարցը հավանաբար նախորոք իրենք իրենց չեն տվել ադրբեջանցի այսպես կոչված PR տեխնոլոգները, շրջանառության մեջ դնելով այս տեսանյութը։ Это ваш командир? Инженер Сартова. Нет, это не командир. А кто это? Это не командир. Чем да? Чем? Обе. Ова? Да. Хайо. Чилем хая. Ты же я сейчас покажу. Вот это, где вы жили, правильно? Да. Вот это, вот эта палатка, где вы жили, правильно? Где апрель? Փաստ է, որ թշնամին նույնիսկ տեսախցիկների առաջ տանջամահ անելով ստիպում է հայ երիտասարդին ասել բաներ, որոնց մասին երբևէ չի լսել։ Պատկերացրեք, թե ինչքան դաժան են վարվել ադրբեջանցիները, որ պաշտոնական վարկածով չի դիմացել հայ երիտասարդի սիրտը։ Իսկ գուցե Կարեն Պետրոսյանի մահվան պատճառը եղել է ծեծը։ Ադրբեջանցի դիվերսանտների ձերբակալման համար նրանց ընտանիքներից ներողություն խնդրող ու անհայտ ծագման փողերով ապրող որոշ հայ խաղաղարարներ հիմա կփորձեն իջնել ընդհատակ, մինչդեռ գերիների խոշտանգումը հակասում է նույնիսկ ՄԱԿ-ի կանոնադրության կետերին։ Ադրբեջանը նախ խախտում է միջազգային կազմակերպության առաջ ստանձնած պարտավորությունները, ապա փորձում վախեցնել հայկական հասարակությանը։ Հուլիսի 31-ից սկսված սահմանային համատարած բախումները սակայն ցույց տվեցին, որ մենք ոչ միայն չենք վախենում, այլև վստահ ենք մեր բանակի ուժի վրա, համախմբվում ենք ու ռազմադաշտում թողնում 10 անգամ ավելի շատ ադրբեջանցու դիակ։ Հայ գերուսպանությունն այստեղ ոչ այնքան ռևանշի, որքան չարացած հանցագործի դրսևորում է։ Ադրբեջանը բացահայտ խուճապի մեջ է, այնպիսի խուճապի, որ սխալները գործում են մեկը մյուսի հետևից։ Նաիրի Հոխիկյան, Էպիկենտրոն։